մինչև մարտի 8-ը Իդեան համակարգի ցանկացած խանութսրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տևում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Նախորդին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին եւ որ հայկական երկաթուղիների մասին Երևանից հնչող հայտարարությունները տարօրինակ են եւ փոքրինչ անընդունելի։ Հայաստանի երկաթուղային ցանցը Հարավկովկասյան երկաթուղիների ընկերության կառավարման տակ է արդեն ավելի քան 20 տարի։ Այդ ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն կայուն կերպով կատարում է իր կոնցեսիոն պարտավորությունները, այլև զգալի միջոցներ է ներդնում ենթակառուցվածքների ու շարժակազմի արդիականացման նպատակով։ Երևանում սակայն այս մասին կարծես թե մոռացել են հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Զախարովայի խոսքով երկաթուղիների ռուսաստանյան օպերատորը այն կառույցն է, որը ոչ թե զրկում է Հայաստանին մրցակցային հնարավորություններից, այլ ստեղծում է դրանք։ Ինչ վերաբերում է հայկական երկաթուղիների, Ադրբեջանի եւ Թուրքիա գնացող երկու հատվածների Երևանի խնդրանքով վերականգնման վերաբերյալ մեր մոտեցմանը, ապա այն փետրվարի 12-ին հստակորեն արտահայտել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք այդ տեսակետին էլ հավատարիմ կմնանք, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Զախարովան այդպիսով պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ լուծել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը։ Նախ մենք իհարկե դիմել ենք Ռուսաստանի մեր գործընկերներին եւ քաղաքական առումով կարծես թե ունենք դրական արձագանք, բայց այստեղ կա մի շատ կարևոր գործնական խնդիր, որի մասին շնորհակալ եմ հարցի համար եւ պիտի դրա մասին պատեհ է որ խոսեմ, որովհետեւ տեսեք նույն տարածաշրջանային կոմունիկացիաներում մենք ինչ խնդիր ունենք։ Ակնհայտ է, որ երկաթուղին Զանգելանից մտնելու է Մեղրի, Մեղրիից մտնելու է Նախճեվան, այսինքն Օրդուբադ եւ այլն եւ այլն։ Միջազգային կոնտեքստում շատ կարեւոր է, թե ինչպես է շարունակվելու այդ երկաթուղը։ Հիմա կան մրցակցող երկու տարբերակներ։ Դուք գիտեք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հայտարարել են Կարս Դիլիջու, այսինքն Կարսից Նախճեվան նոր երկաթուղի կառուցելու նախագիծ եւ բնականաբար մենք ակնկալում ենք, որ երթուղին միջազգային գործի երասխ ախուրիկ ճանապարհի երթով որտեղ կա գործող երկաթուղի, որովհետեւ երասխի հատվածում ընդամենը մի քանի կիլոմետր է պակասում երկաթուղային ռելսերը, իսկ ախուրիկում ավելի կարճ, դա արդեն Թուրքիայի սահմանն է։ Եվ հիմա մենք պետք է կենտրոնանանք մեր մրցակցային առավելությունների վրա։ Այստեղ մենք տեսնում ենք, որ միջազգային համատեքստում այն փաստը, որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո, օգտագործվում է Կարս Դիլիջու երթուղին ավելի նպաստավոր ներկայացնելու համար, եւ սա մեզ համար խնդիր է, որովհետև ստացվում է, որ մենք մեր մրցակցային առավելությունները այն պարագայում, երբ որ մենք ունենք պատրաստի երկաթուղի, իհարկե այդ երկաթուղին ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար մի քանի 100 միլիոն դոլարի լրացուցիչ ներդրում պետք կլինի, ուզում եմ հասկանալի լինի, զուտ փոքր բացակայող հատվածները վերականգնելը առանձնապես մեծ խնդիր չի, ոչ ֆինանսական, ոչ տեխնիկական առումով, բայց պետք է այդ երկաթուղու արագությունը մենք անպայման ապահովենք։ Հիմա տեսեք, մենք շատ հարգանքով, սիրով մեր ռուսաստանյան գործընկերներին, բայց փաստն այն է, որ միջազգային լարված համատեքստի պատճառով մենք այն փաստի բերումով, որ մեր երկաթուղին, որը մեր սեփականությունն է, սա շատ կարևոր է, գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, մենք այստեղ մեր մրցակցային առավելությունը զգում ենք, որ կորցնում ենք, եւ այստեղ մենք պետք է մտածենք ինչ պետք է անենք, որովհետեւ սա
մի տարվա, 2 տարվա, 3 տարվա, 4 տարվա հարց չի։ Ինչ պիտի անեք այդ մասին։ Մենք պետք է լուծում գտնենք։ Մենք պետք է լուծում գտնենք եւ այդ լուծումը պետք է գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Նա նշել էր նաեւ, որ այդ որոշումը կայացվել է հայկական կողմի դիմումի համաձայն եւ ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից։ Այդ հատվածները կապահովեն միացումը Ադրբեջանի երկաթուղիներին Երասխի շրջանում, ինչպես նաեւ Ախուրյանի շրջանում Թուրքիայի երկաթուղիներին։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի խոսքով վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1.6 կիլոմետր եւ 12.4 կիլոմետր։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը վաճառել Ռուսաստանի երկաթուղային կոնցեսիան այլ պետության, որը բարեկամ է եւ Մոսկվային եւ Երևանին, նշել է. Ես վերջերս մեկնաբանել եմ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային համագործակցության ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այսպիսով, միթե նման դիվանագիտորեն ասված վատ մտածված որոշումները չեն հանգեցնի նույնքան վտանգավոր փորձարկումների, որոնց համար շարքային հայ քաղաքացիները ստիպված կլինեն վճարել։ Գրեթե 2 տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես փլուզվել մեկ գիշերվա ընթացքում։ Բնականաբար ոչ մի բարեկամական երկիր պատասխանատվություն չի կրի դրա համար։ Հուսով եմ, որ կարևոր որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից, նշել է Շոյգուն։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս լրագրողների հետ զրույցում առաջարկել էր նաև վաճառել Ռուսաստանի երկաթուղային կոնցեսիան այլ պետության, որը բարեկամ է եւ Մոսկվային եւ Երևանի։ Իսկ թե որ երկիրը կարող էր հավակնել դրան, նա չէր հստակեցրել, միայն նշել էր Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը կամ որևէ այլ երկիր։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նշել էր, որ գրեթե 20 տարի շարունակ հարավկովկասյան երկաթուղիները պատասխանատու կերպով կատարել են կոնցեսիոն պայմանագրի պայմանները, այդ թվում ներդրումների հետ կապված։ Նրա խոսքով, այս ընթացքում ռուսական ներդրումները հայկական երկաթուղային համակարգում, այդ թվում շարժակազմում, գնահատվում են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հայկական երկաթուղիների ռուսական ընկերությանը տալը վախեցնում է պոտենցիալ գործընկերներին, խոչընդոտում տարածաշրջանային նախագծերին եւ քննարկում է հայկական երկաթուղային ցանցի կառավարումը Ռուսաստանի եւ Հայաստանի համար բարեկամ երկրի փոխանցելու հարցը, նշել է Շոյգուն։ Նա հիշեցրել է, որ պայմանագիրը նախատեսում է, որ հարավկովկասյան երկաթուղիները որպես կոնցեսիոներ կտիրապետի, կօգտագործի, կկառավարի, կշահագործի, կպահպանի, կվերանորոգի ու կկատարի կոնցեսիոն ակտիվների անհրաժեշտ բարելավումները։ Համաձայնագրի ստորագրման ժամանակ ռուսական կողմը պատասխանատվություն է ստանձնել հայկական երկաթուղային համակարգի ավելի քան 1200 անշարժ գույքի եւ ավելի քան 12500 շարժական ակտիվների համար, հայտարարել է նա։ Ինչպես նշել է Շոյգուն, վերջին 20 տարիների ընթացքում կոնցեսիոն պայմանագրի շնորհիվ Հայաստանի բյուջե մուտքագրվել է ավելի քան 15 միլիարդ ռուբլի հարկերի տեսքով եւ վերանորոգվել է ավելի քան 520 կիլոմետր երկաթուղի, մինչդեռ հարավկովկասյան երկաթուղու կողմից կառավարվող ցանցի շահագործման երկարությունը կազմում է մոտ 700 կիլոմետր։ Փոխարինվել է շպալների 50%-ը եւ վերանորոգվել ու վերակառուցվել է ավելի քան 50 կառույց, այդ թվում 38 կամուրջ եւ 2 թունել։ Եթե նայենք 2 տարվա վիճակագրությանը, պատկերը հետևյալն է. միջին հաշվով հարավկովկասյան երկաթուղին տարեկան տեղափոխում է ավելի քան 500,000 ուղևոր, որոնցից մոտավորապես 360,000-ը տեղական եւ ավելի քան 1.6 միլիոն տոննա բեռ, հավելել է նա։ Ընկերության ներդրումը հանրապետության տնտեսությունում դժվար է գերագնահատել։ Հայաստանի կարիքների համար անհրաժեշտ բոլոր բեռները տեղափոխվում են հարավկովկասյան երկաթուղու կողմից, ընդգծել է Շոյգուն։ Երկաթուղային նաեւ ռազմավարական դերն է կարևոր, ապահովելով տրանսպորտային կապեր ցամաքով շրջապատված երկրի համար։ Այս ամենի հետևում կանգնած են մարդիկ, ընկերության աշխատակիցներ, ներկայումս ընկերությունը որպես գործատու երաշխավորում է ավելի քան 2500 մարդու զբաղվածություն։ Իդեպ նրանց գրեթե բոլորը Հայաստանի բնակիչներ ու քաղաքացիներ են, որոնք ստանում են բոլոր անհրաժեշտ սոցիալական նպաստները։ Նա նշել է, որ համաձայնագիրը քննարկելիս արժե հիշել քննարկման առարկայի պատմությունն ու կոնցեսիայի հետ անմիջականորեն կապված որոշ իրավական հարցեր։ ԽՍՀՄ փլուզումից հետո հայկական երկաթուղային համակարգը գտնվում էր լուրջ
լուրջ ճգնաժամի մեջ։ Ենթակառուցվածքները լրջորեն վատթարացել էին, երկաթուղու շատ հատվածներ անգործունակ էին ձնահոսքերի ու սողանքների պատճառով։ Հաշվի առնելով, որ հանրապետությունը գործնականում պաշարված էր, բեռնափոխադրումներն ու ուղևորների թիվը զգալիորեն նվազել էին։ Արդիականացման համար անհրաժեշտ էին զգալի ֆինանսական ներդրումներ, այդ թվում հնացած շարժակազմի փոխարինում։ Այս պայմաններում Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկաթուղու վերականգնման մրցույթ, որը հաղթեց Ռուսաստանը, ասել էր նա։ 2008 թվականի փետրվարին Հայաստանը ռուսական երկաթուղիները եւ հարավկովկասյան երկաթուղիները հատուկ ստեղծված դուստր ձեռնարկության հետ ստորագրեցին կոնցեսիոն պայմանագիր, մինչև 38 թվականը Հայաստանի երկաթուղային համակարգը հարավկովկասյան երկաթուղիներին փոխանցելու վերաբերյալ, նշել էր Շոյգուն։ Եվ այս պահին զրուցելու է միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Պարոն Թումասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Թումասյան, անդրադառնանք ուրեմն այսպես պաշտոնական Մոսկվայի կողմից նույն օրը երկու ուրեմն ներկայացուցիչների, տվյալ դեպքում Շոյգուի եւ արտաքին գործերի նախարարության ուրեմն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին, նրանք երկուսն էլ արձագանքել էին Նիկոլ Փաշինյանին հայկական երկաթուղիների հետ կապված արած հայտարարությանը։ Շոյգուն բավականին նաեւ այսպես վտանգներ էր տեսնում, միթե նման վատ մտածված որոշումները չեն հանգեցնի նույնքան վտանգավոր փորձարկումների, որոնց համար շարքային հայ քաղաքացիները ստիպված կլինեն վճարել։ Համեցեք, կարող ենք արձանագրել, որ ռուսական կողմը այս առումով հստակ մերժում է Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Համեցեք։ Ես ոչ միայն կասեի, որ իրանք մերժում են առաջարկը, այլ սա ուղղակի եւ անմիջապես սպառնալիք է հնչեցրած Հայաստանի հանդեպ։ Այն փաստը, որ երկաթուղու հարցով ոչ թե Ռուսաստանի տնտեսության նախարարն է հայտարարություն անում, այլ սա հանձնարարել են, որ անի ուրեմն անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, որը նախկինում պաշտպանության նախարար էր, եւ մենք մեր ազգը իրան լավ ճանաչում է, հիշում է իր հայտարարությունը, որ համատեղ հատուկ օպերացիա էին Թուրքիայի հետ միասին կատարել Ղարաբաղում, ապա երբ Շոյգուն հայ ազգին թանկ գնով է սպառնում, որ մենք այդպիսի գին ենք վճարելու, ապա դա եւս մեկ անգամ խոսում է նրա մասին, որ դաշնակիցը ճակերտներում եւ բարեկամ երկիրը ճակերտներում չի կարող լինել այն պետությունը, որը սպառնալիքի լեզվով է խոսում իր դաշնակցի կամ բարեկամ երկրի հետ։ Զուգահեռ դրա, եթե սա տնտեսական ծրագիր է, ապա ինչու է հայտարարություններ անում անվտանգության խորհրդի քարտուղարը, եւ նաեւ եթե սա զուտ տնտեսական հարց է, ապա ինչ խնդիր, որ Հայաստանը ինքը որոշի, թե ով կլինի կոնսենսիոն պայմանագրով կառավարողը երկաթուղու, ուստի սրանով Ռուսաստանը բացահայտ է տալիս, որ սա վերաբերվում է ոչ թե դրան, այլ հենց այդ հարցին, որի մասին մենք խոսում ենք, ապա հարցը վերաբերվում է ուղիղ եւ անմիջապես այն վտանգին, որը գալիս է Ռուսաստանի կողմից, եւ ես նկատի ունեմ այստեղ շատ կարևոր բաղադրիչ է, որը վերաբերվում է Ռուսաստանի կողմից մեր երկաթուղին գնահատելը եւ տեսնելը ինչպես անվտանգության այսպիսի լծակ հայկական պետության վրա, եւ ես ունեմ ուղիղ հարց, այն մարդիկ, ով հանձնել են այս կոնսենսիոն պայմանագիրը Ռուսաստանին, արդյոք իրանք ամբողջությամբ հասկացել են ինչ են արել, եւ ես կարծում եմ, որ այո, եւ սրանով փաստացի իրենք տվել են Ռուսաստանին այդ լծակը եւ իմ պատկերացումով լուրջ անվտանգային խնդիրներ ստեղծել Հայաստանի համար, որը հիմա Շոյգուն իր հայտարարությունով բացահայտում է, որ իրականում սա ոչ թե տնտեսության հարց է, այլ սա անվտանգության հարց է, վերահսկողության մեր պետության։ Տեսեք, պարոն Թումասյան, իդեպ քիչ առաջ նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարն էր խոսել, ոչ մի այլընտրանքային երթուղի երբեք չի կարող փոխարինել Վրաստանի յուրահատուկ ռազմավարական դերը, ներկայումս նա խոսել էր, որ հստակ բանավեճ է գնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր երթուղիների կառուցման վերաբերյալ, եւ մենք կարող ենք շատ պարզ ու հստակ ասել, որ դա լավ է տարածաշրջանի համար, եթե դրանք զարգանան եւ մեր տարածաշրջանում նոր երթուղիներ հայտնվեն, մեր տարածաշրջանի արժեքը կապի առումով միայն կաճի, բայց ուղղակի անհնար է, որ որևէ երթուղի կարողանա փոխարինել Վրաստանին, հաշվի առնելով, որ այդ միջանցքը գոյություն ունի եւ գործում է եւ զարգանում է այսքան տարի, հայտարարել էր Մակա Բոջորիշվիլին, ինչպես է սա գնահատում։
Մագա Բոճորիշվիլին սխալվում է իր գնահատականում, որովհետև TRIP ծրագրի այսօրվա կարգավիճակը վերաբերվում է նաև նրան, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը չեն վստահում Վրաստանի գործող իշխանությանը, որոնք ռուսական եւ ռուսամետ քաղաքականություն են վարում։ Ուստի իրանք հետաքրքրված չեն լինի այստեղ նոր լոգիստիկ կապերի զարգացմանը։ Իսկ առանց երկու կողմանի հետաքրքրվածության նկատի ունեմ առաջի հերթին արևմուտքի, որը գլխավոր գնողն է չինական այդ բեռների, որը պետք է գա կամ կենտրոնական Ասիայից նույն Եվրոպական միության Global Gateway ծրագրով, նույն Միացյալ Նահանգների եւ կենտրոնական Ասիայի պետությունների հետ պայմանագրով, ապա եթե արևմուտքը չուզի Վրաստանի տարածքով որևէ բան գնել, ինչպես չի ուզում այսօր Ռուսաստանի տարածքով գնել, թե չէ ռուսական այդ միջանցքը Չինաստանից դեպի Եվրոպա վաղուց գործում է, ամենահարմարներից մեկն է, որովհետև մեկ պետությունով է անցնում եւ հարցը լուծված է, բայց լրիվ ուրիշ աշխարհակաղակական զարգացում կա այդտեղ։ Նույնն է Իրանը, Իրանի ուղղությամբ էլ շատ հետաքրքիր լոգիստիկ կապեր կա, բայց փակ է այդ ամենը եւ ասեմ, որ Վրաստանինն էլ է փակվում, որովհետեւ այսօրվա իշխանությունները օգտագործում են իրենց մենաշնորհությունը այս ուղղությամբ որ կարողանան պահանջել Եվրոպական միությունից եւ արևմուտքից ճանաչել այս իշխանություններին, այդ թվում իրանց կողմից Վրաստանում ձևավորվող բռնապետությունը, դրա փոխարեն Միացյալ Նահանգները եւ Եվրոպան եւ Վենցի այցը դրա վառ օրինակ, որը եկավ Երևան, բայց չեկավ Թբիլիսի եւ նաեւ օրերս իմացանք, որ Էստոնիայի դեսպանը, որը Վրաստանում էր գտնվում եւ նաեւ ծածկում էր Հայաստանը, հիմա Հայաստանում կգտնվի եւ ուրեմն տեղափոխվում է Հայաստան, Էստոնիայի կառավարության որոշումն է եւ ուրիշ որոշումներ են սպասում այս ուղղությամբ, այսինքն Արևմուտքը հստակ ընկալում է, որ ինչու Վրաստանով անցկացնել այս բեռները, երբ կարելի ամեն ինչ անցկացնել Հայաստանով եւ արեք գնահատական տանք դրան։ Կոնկրետ Հայաստանի տարածքով ինչպես գործող երկաթուղով, որի հարցը մենք լուծելու ենք հուսով եմ չնայած Ռուսաստանի սպառնալիքների եւ TRIP ծրագրով մենք ունենալու ենք հսկայական բեռնափոխադրում, ասեմ որ TRIP-ի ծավալները 15 միլիոն տոննա են տարեկան, մինչեւ 25 միլիոն տոննա կարող են աճել, գործող երկաթուղին, որ արդիականացվի նաեւ հսկայական առաջընթացը կարելի ապահովել, ապա դա հեշտությամբ կարող է փոխարինել Բաքու-Թբիլիսի ախալքալաքի Կարս երկաթուղին, որը շատ չնչին ծավալ ունի մինչեւ 1 միլիոն տոննա մոտավորապես, Բաթումի եւ Փոթիի նավահանգիստները նաեւ սահմանափակ են, իրանք խորը նավահանգիստներ չեն, Աննակլյան, որը պետք է կառուցվեր Միացյալ Նահանգների հետ միասին խորը նավահանգիստ եւ իրոք մրցակից կլիներ եւ Վրաստանի համար դա շատ կարեւոր էր, այսօրվա իշխանությունները դա խափանել են, Միացյալ Նահանգներից խլել էին այդ ծրագիրը եւ փոխանցել էին Չինաստանին եւ տարիները արդեն կանգնած է այդ ծրագիրը, ուստի Վրաստանը չի ունենալու իրական մրցակցային հնարավորություններ կարճատև ժամկետում ոչ իհարկե, երկարատև ժամկետում մոտակա 2 տարվա ընթացքում Հայաստանը պետք է հասցնի գործող երկաթուղին արդիականացնի եւ TRIP-ը կառուցի, որ ժամանակի առումով կարողանա մրցակցել, բայց ամեն դեպքում Բոճորիշվիլին եւ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ բացահայտ իրանք TRIP-ի դեմ դուրս գալ չեն կարող, միևնույն ժամանակ շատ լավ ուզում են նաև ներկայացնել սեփական քաղաքացիներին, որ իբրև այդ կապերը չի կորցնում։ Իսկ իրականում կորցնում է Վրաստանը եւ շարունակելու է կորցնել, եթե վարի այսպիսի քաղաքականություն եւ Վենսը բացահայտ ասաց, վստահում են Նիկոլ Փաշինյանին, վստահում են Հայաստանի ոչ միայն կառավարությանը եւ իշխանությանը, այլ նաեւ ընդդիմադիր առողջ ուժերին, այսինքն այն մթնոլորտին, որը ձևավորվել է Հայաստանում, եւ դա շատ կարեւոր է, իսկ Վենսը, Միացյալ Նահանգները, Բրյուսելը չեն վստահում Վրաստանում, ոչ մեկին, որովհետեւ ընդդիմադիր ուժերը այնպիսի ճնշման տակ են իշխանությունների, որ բանտում է մեծ մասը գտնվում եւ այլն, այսինքն այստեղ իշխանություն ընդդիմությունը համագործակցելու օրակարգ է նույնիսկ չկա, ինչը շատ նորմալ է ժողովրդավարության իրավիճակում, այսինքն իրանք Իվանիշվիլուն չեն վստահում եւ ես ասեմ շատ ուղիղ, ոչ էլ Սամվել Կարապետյանին են վստահելու եւ իհարկե ոչ էլ մնացած այդտեղ օլիգարխներին, օրերս բացահայտ նաեւ այդ երկաթուղու հետ կապված էլ հայտարարություններ արեց Անդրանիկ Թևանյանը եթերում առաջի հանրային հեռուստաընկերության իրանց էլ չեն վստահելու, այսինքն եթե Ռուսաստանը Գյումրի 2 կատարի, ինչու օրակարգը իրանք փաստացի ունեն, ապա Հայաստանով այս երկաթուղու բացման գործընթացը խափանվելու է, դա պետք է թույլ չտալ, որտեղ Վրաստանով արդեն խափանվել է, Բոճորիշվիլին սխալվում է կամ ավելի ճիշտ ասեմ, խափում է։
Տեսեք, Շոյգուն նաև ասում է, որ գրեթե 2 տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես փլուզվել մեկ գիշերվա ընթացքում։ Տեսեք, պարոն Թումասյան, ռուսական կողմը չի ընդունում հայկական կողմի առաջարկը, ինքը քայլեր չի անում։ Իրավիճակը ձեր գնահատմամբ արդյոք փակուղային է։ Փլուզված բանը չի կարող փլուզվել։ Մեր երկաթուղին այս 20 տարվա ընթացքում վերջնական փլուզվել է, ոչ մի արդիականացման ցուցանիշին չի համապատասխանում, Ռուսաստանը որևէ ջանք չի տրամադրել այս ժամանակահատվածում, այն թվում, այն ժամանակ, երբ իրանց երկաթուղին լավ վիճակում էր, մինչև Ուկրաինա պատերազմ սկսելը, եւ ջանքեր չունեին, որ Թուրքիայի, Ադրբեջանի կամ Իրանի հետ երկաթուղին բացվել էր մենակ Վրաստանի հետ էնել, ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիները երբեք չեն նախատեսել, որ լավ տարբերակ է Վրաստան գալ երկաթուղով այն պատճառով, թե ինչ իրավիճակում է երկաթուղին գտնվում, առհասարակ եթե համեմատենք Վրաստանի երկաթուղու իրավիճակը Հայաստանի հետ, նույն այն գնացքը, որը կա Վրաստանում եւ որը կա Հայաստանում, անհամեմատելի իրականություն է։ Ուղղակի նկատի ունեմ Վրաստանում այդ ավստրիական, գերմանական վերջի սերնդի այդ գնացքները, որը այստեղ կիրառվում են եւ պետք է ասել, որ հիմա Ռուսաստանը ունի նոր օրակարգ, դա Աբխազիայով, Վրաստանի օկուպացված տարածքով երկաթուղին բացելն է, որ կարողանա նաեւ օգտագործի դա ինչպես լծակ նրա համար, որ Հայաստանը ել ավելի կապի իր հետ, այդ թվում տնտեսական առումով եւ ես տեսա, որ տարբեր ռուսամետ ալիքները Հայաստանում նաեւ քննարկում են այն, որ պետք է հյուսիս-հարավ ձևաչափ այստեղ լինի, նկատի ունենալով Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, այսինքն իրաց օրակարգը պարզ է, Ռուսաստանը Վրաստանը արդեն վերադարձրել է իր ազդեցության գոտի, հիմա էլ Հայաստան են ուզում վերադարձնել եւ եթե գնահատեմ երկաթուղու հետ կապված հասկանալի է, որ իրանք չեն բացելու, չեն օգնելու մեզ վերականգնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկաթուղին, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ դա իրանց վերահսկողությունից Հայաստանը պետք է հանի, որովհետեւ Թուրքիա եւ Ադրբեջանը դա զուտ այդ երկու պետության մասին չէ։ Մենք կենտրոնական Ասիա Չինաստանի հետ կկապնվենք Ադրբեջանով, Թուրքիայով կկապնվենք Սև ծովի հետ Հայաստանին այլընտրանք, կներեք Վրաստանին այլընտրանք, որովհետեւ Վրաստանում գիտենք ինչ իրավիճակ է, դա ուրեմն միջերկրական ծով ելք դեպի Եվրոպա ելք Թուրքիայի տարածքով, այսինքն մենք հարևանների հետ փոխշահավետ հարաբերություններ ենք ստեղծելու, որի հետևանքով նաեւ ապահովելու ենք խաղաղություն, ապահովելու ենք մեր գերիների, պատանդների ազատ արձակում եւ այլն, իսկ դրա փոխարեն այս գործակալական ցանցը, որը հանձնել էր այդ երկաթուղին, առաջարկում է, որ նորից Ռուսաստանի վերահսկողության տակ վերադառնա Հայաստանը Գյումրի 2 սցենարով եւ զուգահեռ դրա ասեմ, որ փաստացի դուք այսօր չեք տեսնի, ես համոզված եմ դրանում ուղղակի, որ մեկը ընդդիմադիր գործիչներից, այդ ռուսական գործակալներից դուրս գա եւ ասի, որ Շոյգուն իրավունք չունի Հայաստանին սպառնալ, որտեւ իրանց պետությունը Հայաստանը չէ։ Մենք ուղիղ ասում ենք, Շոյգուն իրավունք չունի Հայաստանին սպառնալ։ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ արձանագրեն եւ արձագանքեն Շոյգուն եւ բոլոր մնացածներից, որ Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով խոսել պետք չի։ Չի կարելի։ Տեսեք, պարոն Թումասյան, Շոյգուն իր այսպես ծավալուն մեկնաբանության մեջ նաև խոսում էր աշխատատեղերից, որ այսքան աշխատատեղեր են ապահովել, այսքան տնտեսական եկամուտներ են ապահովել, խոսում էր այդ մասին նաև Մարիա Զախարովան։ Հնարավոր է օրինակ ձեր գնահատմամբ ի վերջո վաճառքի տարբերակը բացառելով Ռուսաստանի ինքը գնա ուրեմն այդ խնդիրների արագ կարգավորման տարբերակով, թե դուք բացառում եք։ Ռուսաստանը կարող է գնա այդ հարցերի լուծման ի վերջո, որովհետև պաշտոնապես իրանք չեն մերժել դա եւ հերքել, ասել են, որ կանենք, բայց գիտեք, Ռուսաստանը կարող այնպես դա անի եւ այն ժամանակահատվածներում, խոսքի 2 տարի անց, երբ թրիփը արդեն պատրաստ կլինի։ Իսկ մենք արեք ուղիղ արձանագրենք։ Հայաստանի շահերից բխում է, որ միջև թրիփը Թուրքիա եւ Ադրբեջանի հետ առևտուրը լինի մնացած տարածքով, այդ մեր գործող երկաթուղով։ Թե ինչու է սա Հայաստանի շահերի մեջ մտնում, կարծում եմ բացատրել պետք չի, այդ թվում, որ նույն օրենսդրության կիրառումները մենք ունենանք հենց այդ Երևանով անցնող երկաթուղով, ինչը շատ հարցեր է լուծում, կարճ ասած։ Ուստի ես համարում եմ, որ մենք ուղիղ ես դրական եմ գնահատում վարչապետի ասածը, որ շատ անկեղծ ասաց։ Սա ուրիշ հարց է, սա աշխարհաքաղաքական հարց է։ Հայաստանը գտնում է, որ իր ինքնիշխանությունից դուրս գալով
ավելի նպատակահարմար է, որ 20 տարի կառավարումից հետո կոնստիտուցիոն այդ պայմանագիրը փոխվի եւ Հայաստանը ինքը որոշի, թե արդեն ոնց է այս կոնստիտուցիոն գործընթացով կառավարումը իրականացնում երկաթուղու վրա, որը մեր սեփականություն է, դա շատ կարեւոր է ասել։ Ուստի ես կարծում եմ, որ այստեղ Ռուսաստանի սպառնալիքները միայն բացահայտում են, որ Ռուսաստանը երբեք մեր համար դաշնակից եւ բարեկամ չի եղել, բարեկամը չի սպառնում մյուս բարեկամին, եթե այդ բարեկամը որոշում է ինչ որ մի բան ուրիշ ձև անել իր սեփական շահերից ելնելով։ Դա ուղղակի անտրամաբանական է։ Ուստի մենք գերի ենք հայտնվել Ռուսաստանի ձեռքում, բայց ասեմ ում պատճառով, ով որ հանձնել է այդ երկաթուղին Ռուսաստանին, ով որ հանձնել էր Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանին։ Այսինքն այստեղ քաղաքական գնահատակ եւ կոնկրետ լրագրողները իմ պատկերացումով ունեն պատասխանատվություն գնալ եւ այդ հանձնողներից այսօր հարց տալ, որ դուք որ հանձնել եք Ռուսաստանին, այսօր որ Շոյգուն անվտանգության խորհրդի քարտուղարը խոսում է աշխատատեղերի մասին, ինչ կապ ունի ինքը աշխատատեղերի հետ, եւ որ խոսում է, որ Հայաստանի քաղաքացիները գին են վճարելու եւ որ սա ծանր է լինելու Հայաստանի համար, արդյոք իրանք կիսում են այդ պատասխանատվությունը այդ նրա համար, որ Հայաստանի քաղաքացիները փաստացի վտանգված են, եթե մեր երկաթուղին մենք կառավարենք։ Այդ հարցին պատասխան պետք է լինի, առնվազն քաղաքական պատասխանատվություն այդ մարդիկ պետք է ունենան իրենց հայկական պետության ինքնիշխանության դեմ ծավալուն երկար տարիների ընթացքում քաղաքականության համար։ Պարոն Թովմասյան, եթե ամփոփենք, դուք կարծում եք, որ Ռուսաստանը չի նահանջի եւ սա կօգտագործի որպես իր համար հերթական խաղաթուղթ։ Ռուսաստանը իհարկե կարող է ձգձգել այդ գործընթացը, ասել, որ այո, եւ Զախարովը նույնը այսօր ասաց, այո, մենք ասել ենք Օվերչուկի մակարդակով, որ դա կանենք, բայց արեք քննարկենք եւ այլն, ասում են կարան երկարաձգել եւ եթե դա մի քանի տարի տևի, ապա համարեք, որ դա տեղի չի ունեցել։ Այսինքն այստեղ ժամանակն է ամենակարևոր։ Վարչապետն էլ իր ելույթում, եթե հիշում եք, հստակ ասեց, որ շաբաթների ընթացքում պետք է լուծվի այս հարցը, որովհետև այդ մի քանի հատված վերականգնելը որևէ բարդ բան չէ։ Ինքը նաև ասել է, եթե Ռուսաստանը դա չի կարող անել, ապա մենք կոնստիտուցիոն պայմանագիրը կխախտենք այդ մի քանի, կկասեցնենք այդ մի քանի ուղղությամբ եւ կկատարենք այդ շինարարությունը։ Ես համարում եմ, որ Ռուսաստանը չի ասի, որ ոչ, կասի այո, բայց այդ այոն կլինի ուրեմն առանց ժամկետ եւ փաստացի կլինի ոչ։ Այսինքն մենք այդ իրավիճակում պետք է գործենք շատ կոնկրետ եւ հստակ։ Առաջինը հասկանանք, որ իրական վտանգներ կա Ռուսաստանից եւ ընկալելով վտանգները գործենք այդ տրամաբանությամբ։ Երկրորդը վարչապետը պատկերացնում է, որ պետք է հստակ օր նշի, որ այդ օրվանից մենք կսկսենք ինքներս վերականգնել այդ հատվածները սահմանի, եթե Ռուսաստանը միջև այդ օրը չսկսի արդեն վերականգնումը կամ չավարտի վերականգնումը։ Դա կարա լինի կոնկրետ օր եւ պահ, կարա լինի մոտակա ամիսների ընթացքում որևէ օրը եւ ես հուսով եմ, որ վարչապետը այդպիսի վերջնաժամկետ կդնի Ռուսաստանի առջեւ, որովհետեւ հասկանալի է, որ վերջնաժամկետը միակ տարբերակը կարող է լինել։ Եթե Ռուսաստանը միջև այդ ժամկետը չվերականգնի երկաթուղին այդ հատվածներում, ապա Հայաստանը պետք է խախտի կոնստիտուցիոն պայմանագիրը առնվազն այդ հատվածներում, բայց ես կասեի անկեղծ ասած ամբողջ հատվածում, բայց այստեղ անպայման պետք է արձանագրեմ, որ իմ պատկերացումով այդ 3 պետությանը, որ մասին նշվեց, երկու պետություն այդտեղից բարդ բաղադրիչ ունեն։ Իհարկե Ղարաբաղի հետ, Ղազախստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական շատ կարևոր են, ես ողջունում եմ դա, բայց պետք է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները Ղազախստանի հետ ավելի բարձր որակի են, դաշնակցային են եւ Ղազախստանը թուրքական պետությունների միության անդամ պետություն է։ Մյուս կողմից Քաթարը մենք գիտենք, որ Թուրքիայի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունի, տարբեր այդտեղ շերտեր կան, մասնագետները շատ լավ գիտեն եւ Քաթարի եւ Արևմուտքի լարվածությունը մենք նաեւ գիտենք։ Ուստի եթե այդ 3-ից ստիպված պետք է որոշենք, ապա դա էմիրությունները ամենալավ տարբերակն էր այդ ուղղությամբ, բայց իհարկե գտնել նույն Արևմուտքում գործընկերներով կարող են օգնել այս հարցում, որտեղ արեք օրինակ բերեմ, հա, Վրաստանի երկաթուղին փաստացի այդ նույն նոր ասացի, որ շարժակազմը եւ այլն, այսինքն երկաթուղու այդ բաղադրիչները, որ արդիականացվել են Վրաստանում, տեղի են ունեցել Եվրոպայից,
որովհետև չնայած նրա որ տարբերվում է Հայաստանի, այսինքն սովետական մոդելի երկաթուղու համակարգ ունենք, տարբերվում է սա եվրոպականից եւ արևմտյանից, Եվրոպայում եւ արևմուտքում էլ կան արտադրության հնարավորություններ, որոնք հենց այնպիսի երկաթուղու վրա են հաշվի առնվում, որը Վրաստանում է գործում եւ կարելի է այնպես անել, որ մենք արդիականացնենք հենց Վրաստանի մոդելով այն տրամաբանությամբ, որ անհրաժեշտություն չկա անպայմանորեն հետ սովետական պետություն ընտրել այս ուղղությամբ։ Ես կարծում եմ արևմուտքի հետ այստեղ է շատ հետաքրքիր համագործակցությունը եւ համոզված եմ, որ մենք պետք է փորձենք կամ էմիրությունները կամ ավելի հարմար է իմ պատկերացումով եւ ավելի ճիշտ, որ արևմտյան պետությունների հետ գտնենք այդպիսի կոնսեսիոն պայմանագրի հնարավորություն։ Շնորհակալ եմ պարոն Թոմասյան զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցում էի միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թոմասյանի հետ։